Բյուրեղաբանի տարաներ արտադրող Glassworld ընկերության տասնյակ աշխատակիցներ կառավարության շենքի մոտ էին։ Նրանք բողոքում են, որ թեև օգոստոս ամսից սեփական դիմումի համաձայն դուրս են եկել աշխատանքից, ամբողջությամբ աշխատավարձը չեն ստացել։ Ամեն անգամ գնալով հարցնում ենք աշխատավարձների կազմը կլինի կտանք։ Ունես ծիծաղելով վաղ չունենան, էլի։ Աշխատավարձները կազմը ենթադրենք 250,000, մեզ կանչում են 50,000 գումար են տալի, մենք ստորագրում ենք 250,000-ի կողքը, բայց իրանք այնտեղ նշում են 50,000 մատիտով։ Նաիրիդ գործարանի նախկին աշխատակիցները ճիշտ է երկարատև պայքարից հետո աշխատավարձ ստացան, սակայն բարձրացնում են տույժ տուգանքների հարցը։ Այս նամակների տակ դրվում են աշխատակիցների ստորագրությունները, որպեսզի հաջորդ շաբաթ դրանք տանեն նախագահական։ Դիմում ենք հանրապետության նախագահին ավելի լուրջ զբաղվել Նաիրիդի խնդիրներով եւ մասնավորապես վերացնել այն ապօրինությունը, որ կատարվել է Նաիրիդի աշխատակիցների նկատմամբ։ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները 11 տարի պայքարում են պետական կարիքների համար օտարված տների դիմաց ամբողջական փոխհատուցում ստանալու համար։ Մեզ տվել են չնչին գումարներ ու շպրտել են դուրս։ Տիկին Գոհարն ասում է, նախկինում Երևանի քաղաքապետարանում իրենց ընդունում քննարկում էին խնդիրը։ Իսկ հիմա էլ արդեն իջնում են ներքև, ասում են ձեր հարցը փակված է։ Ոնց է փակված։ Նա մեղադրում է այն ժամանակվա քաղաքապետին։ Երվանդ Զախարյանը հերոստացույցով 3 անգամ ես եմ լսել։ Հայտարարեց, որ ես հյուսիսային պողոտայի բնակիչներին տվել եմ 1000 ամերիկյան դոլար։ Մեկ քառակուսի մետրի համար, որ լսեցինք այդ ժամանակվանից մենք դուրս եկանք պայքարի։ Թեև կառավարությունից արձագանք չեղավ, հաջորդ 5 շաբթի նրանք կրկին գալու են։